Հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը նախատեսում է համագործակցություն բոլոր այն ուղղություններով, որոնք իրականացվել են նախորդ տարիներին։ Նոր աշխատանքային տարում կշարունակվեն երկու հանձնաժողովների տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունները, արցախցի գործընկերները կմասնակցեն Հայաստանում կազմակերպվող դասընթացներին, սեմինար պարապմունքներին, գործընկեր կառույցի նիստերին, կցուցաբերվին պրակտիկ օժանդակություն, կիրականացվեն համատեղ ուսումնասիրություններ, դիտանցումներ, վարույթներ։ Համատեղ աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կարևոր են, բայց ամենահրատապը թերևս կշարունակվեն իրականացվել աշխատանքներ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի միջազգային կառույցներին ինտեգրման հետ։ Այնուհետև Լևոն Մնացականյանն ու Գագիկ Բունյաթյանը հաստատեցին 2016 թվականի աշխատանքային համատեղ ծրագիրը։ Կարգավորող հանձնաժողովների նախագահները գոհ են համագործակցության արդյունքներից։ Գտնում եմ, որ մեր համագործակցությունը բավական արդյունավետ է եւ շարունակելու ենք համատեղ աշխատել, նոր գաղափարներ կան, մտքեր կան, որոնց իրար պետք է իրագործենք։ Օրակարգի մյուս երկու հարցերը վերաբերում են հեռուստատեսության, ռադիոյի հեռահաղորդակցության կարգավորման ոլորտին։ Հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 103 եւ 0, 104 եւ 3 մեգահերց հաճախականություններով Ստեփանակերտ քաղաքի եւ միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մասին։ Մրցույթներին հայտագրվել էին Ռադիո FM 103 եւ Փեյս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ Այսօրվա նիստի քննարկմանը դրվեցին ընկերությունների մրցութային առաջարկները։ Ուսումնասիրության արդյունքները կտեղադրվեն հանձնաժողովի վեբ կայքում։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր